Կոմիտաս վարդապետը Սողոմոն Սողոմոնյանը ծնվել է 1869 թվականին Քյոթահիա քաղաքում։ Նրա կյանքը սկսվեց ոչ թե մանկական խաղաղությամբ, այլ կորուստներով։ Շատ փոքր տարիքում նա կորցրեց ծնողներին եւ մնաց մենակ, միայն տատիկի խնամքի տակ։ Տատիկի տանը նրա մանկությունը անցնում էր համեստ, լուռ ու աղքատ պայմաններում։ Նա չէր խոսում շատ, չէր խաղում շատ, բայց անընդհատ լսում էր աշխարհը։ Նրա բնավորությունը փակ էր, բայց ներսում չափազանց զգայուն։ Այդ տարիներին արդեն երևում էր մի բան, որ հետո պիտի դառնար պատմություն։ Նա լսում էր երաժշտությունը այնտեղ, որտեղ ուրիշները պարզապես ձայն էին լսում։ Շուտով նրա կյանքը փոխվեց։ Հոգևորականները նկատելով նրա առանձնահատուկ ընդունակությունները, նրան տեղափոխեցին Էջմիածին, հոգևոր կրթություն ստանալու։ Այստեղ սկսվեց նրա նոր կյանքը։ Էջմիածնում նա ընդունեց հոգևոր կրթություն, սովորեց երաժշտություն, գրականություն եւ աստիճանաբար դարձավ վանական։ Այստեղ նա ստացավ Կոմիտաս վարդապետ անունը։ Նրա կյանքը դարձավ ամբողջությամբ նվիրում երաժշտությանը։ Նա սկսեց շրջել գյուղերով, լսել մարդկանց երգերը, գրի առնել ամեն մի մեղեդի, որ ժողովուրդը պահում էր իր հիշողության մեջ։ Նա ոչ թե պարզապես հավաքում էր երգեր, այլ պահում էր մի ամբողջ ժողովրդի հոգին։ Կոմիտասը դարձավ եզակի երաժշտագետ։ Նրա աշխատանքը հասավ մինչև Եվրոպա, որտեղ նրան սկսեցին դիտել որպես երաժշտական մտածող, ով կարողանում էր գիտական ձևով հասկանալ ժողովրդական արվեստը։ Բայց նրա ներսում սկսվում էր մի ծանր ճանապարհ։ 1915 թվականի ողբերգական իրադարձությունները դարձան նրա կյանքի կետը, որտեղ ամեն ինչ փոխվեց։ Կոմիտասը ականատես եղավ մարդկային ցավի, կորուստների եւ կործանման։ Այդ ամենը նա կրել էր ներսում, առանց հանգստանալու, առանց դադարելու։ Ժամանակի ընթացքում նրա հոգեկան վիճակը սկսեց կոտրվել։ 1919 թվականին նրան տեղափոխեցին Փարիզ, որտեղ նա գտնվում էր հոգեբուժական հաստատությունում։ Այստեղ նա երկար տարիներ անցկացրեց մեկուսացված վիճակում։ Նա այլևս չէր խոսում իր երաժշտության մասին, չէր շարունակում իր ստեղծագործական աշխատանքը։ Կոմիտասի լռությունը դարձավ ավելի ծանր, քան ցանկացած խոսք։ Կոմիտասի կյանքի այս փուլը մինչ այսօր քննարկումների թեմա է։ Բացի պաշտոնական պատմությունից կան նաև վարկածներ։ Որոշ մարդիկ պնդում են, որ նրա վիճակը կարող էր միայն հոգեբուժական տրավմայի արդյունք չլինել։ Կան ենթադրություններ, թե նա կարող էր ենթարկվել ուժեղ դեղորայքային ազդեցության կամ ավելի խիստ մեկուսացման պայմանների, եւ նույնիսկ կան ավելի հեռու գնացող խոսակցություններ, թե հնարավոր է նրան փորձել են լռեցնել, որպեսզի նա չպատմի այն, ինչ տեսել էր 1915 թվականին։ Բայց կարևոր է նշել նաև, որ այս վարկածները պատմականորեն չեն հաստատվել եւ չունեն փաստացի ապացույցներ։ Պատմաբանների մի մասը համաձայն է, որ նրա վիճակը կապված է ծանր հոգեբանական տրավմայի եւ կորստի խոր ազդեցության հետ։ Կոմիտաս վարդապետը մահացավ 1935 թվականին Փարիզում։ Նրա կյանքը դարձավ ոչ միայն մեծ երաժշտի պատմություն, այլ նաև մի ժողովրդի ցավի, հիշողության եւ մշակույթի խորհրդանիշ։ Նա լռեց աշխարհից, բայց նրա երաժշտությունը երբեք չլռեց։ Այսօր, երբ լսում ենք նրա հավաքած երգերը, դրանք ոչ միայն մեղեդիներ են, դրանք մի ամբողջ ժողովրդի սրտի ձայնն են, որը նա հասցրեց պահպանել, նույնիսկ իր սեփական ցավի միջով անցնելով։ Եվ գուցե հենց այստեղ է Կոմիտասի իրական մեծությունը։ Նա չկորցրեց ժողովրդի ձայնը, նույնիսկ երբ ինքը սկսեց լռել։ Կոմիտաս վարդապետը մահացել է 1935 թվականին Փարիզում եւ այնտեղ էլ նախապես թաղվել է, սակայն նրա մասունքների հետ կապված կարևոր պատմական քայլ է եղել։ 1969 թվականին նրա աճյունը տեղափոխվել է Հայաստան եւ վերաթաղվել է Երևանում Կոմիտասի անվան պանթեոն, որտեղ հանգչում են նաև Հայաստանի այլ նշանավոր մշակութային գործիչներ։ Այսօր նրա գերեզմանը գտնվում է հենց այնտեղ եւ այն դարձել է այցելության եւ հարգանքի կարևոր վայր։